Բուն TV-ի եթերում եւ լողում է նավը հաղորդաշարի հատուկ եթերաշրջանի հերթական թողարկումն է, որը նվիրված է մեծանուն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70-ամյակին եւ այսօր մենք մեր տաղավարում քննարկելու ենք Վերադարձ Ավետյաց երկիր ֆիլմը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն ժամանակ տրամադրելու եւ մեզ նորից հյուրընկալվելու համար։ Ինչ շատ հաճելի է հանդիպել երիտասարդ կինոգետների հետ, որոնք վերջապես նկատում են ֆիլմեր, որոնք սկզբից վաղուց մեր հիները չէին նկատում, բայց երջանիկ են, որովհետև 70 տարի երբ անցավ չհասկացա, քանի ֆիլմ նկարվեց էլի չհասկացա, այնպես որ կարելի է այսօր մեր հանդիսատեսին ներկայացնենք որոշ ֆիլմեր, որոնք ես եւ դուք բավականին սիրում ենք։ Ես շատ եմ սիրում եւ հատկապես այս ֆիլմն ինձ համար կարևոր նշանակություն ունի, որովհետեւ 1991 թվականին եւ անկախության հաստատուն հաստատումով ու այս ֆիլմի նկարահանումով մի ամբողջ էպոխա, մի մեծ գոյություն ունեցած հսկա համակարգ փլուզվում է եւ ստեղծվում է ինչ-որ մի նոր բան եւ ձեր ֆիլմը այդ առաջին ֆիլմերից մեկը փաստորեն, որը որ ճանապարհ է բացում։ Այսօրվա այս դիրքից, երբ որ հետ եք նայում, այդ մտքերը ձեզ մոտ ինչ են առաջացնում, ինչ մտքեր եք ունենում։ Այն է, որ շատ կարևոր կանխատեսումներ կան եւ գուշակություններ կան եւ զգուշացումներ կան, որոնք հետագայում ճշգրտվեց եւ վտանգը շատ մեծ էր, վիճակը շատ ծանր էր։ Դոկումենտալ կինոն իր մեծ գործ ուներ անելու եւ չգիտեմ, շատերը պատերազմի մեջ էին գտնում իրենց հետաքրքրությունը ու նկարում, որը շատ կարեւոր էր ինչ խոսք։ Բայց կար նաեւ շրջապատող աշխարհի վիճակը, փախստականներ, փոքր ընտանիքներ, մի ընտանիքի մասին պատմությունը ինձ համար շատ ավելի ազդեցիկ էր, քան ասենք հազարավոր մարդկանց հոսքը կամ շատ դաժան շրջաններ, սովետական միության, խորհրդային միության փլուզում, երկրաշարժ, պատերազմ, փախստականներ, այնպեսի մի դարաշրջան էր, այնպեսի մի ժամանակ էր, որ կարծում եմ դոկումենտալիստները կես մարդ դարձան, ապրելով ամեն մեկի հետ, ամեն մի վիճակի հետ, նկարելով այդ ամեն ինչը, մոնտաժելով։ Այնպես որ Վերադարձ Ավետյաց երկիրը կարծում եմ ամենասուրբ ինձ համար, ամենածանր, ամենադժվար ֆիլմերից մեկն է, որովհետև դա մի փոքրիկ ընտանիքի մասին է, որոնք փախնում են կոտորածից եւ գալիս վերաբնակվում են ադրբեջանցիների լքած գյուղերից մեկում, փոքրիկ մի տան։ Եվ լուր պատմություն է գնում մեկ տարի թե ինչպես են նորից իրենց արմատները մտցնում հողի մեջ, հայկական այդ հին արմատները գտնելու եւ հենվելու այդ արմատներին եւ ծլելու, ծաղկելու, նորից կառուցելու, նորից ժպտալու պատմությունը շատ կարեւոր էր ինձ համար։ Կարծում եմ, որ ֆիլմը ցուցադրվեց, ինչ խոսք, շատ ֆեստիվալներում ցուցադրվեց, փառատոներում մրցանակներ ստացավ, բայց ես նորից եմ նայում հիմա, շատ հազվադեպ եմ ես իմ ֆիլմերը նորից երկրորդ, երրորդ անգամ նայում։ Նայում եմ եւ հասկանում, որ շատ կարեւոր ֆիլմ էր ինձ համար։ Շատ կարեւոր պատմություն էր, պատմությունը, շատ կարեւոր մարդիկ էին այդ մարդիկ, որ նկարվեցին եւ շատ զարմանալի զգուշացում էր աշխարհին, որ վտանգը սպառնում է նորից։ Սպասում ենք վտանգի, որը անընդհատ մեզ ապացուցում են, անընդհատ մեզ ցույց են տալիս, անընդհատ վտանգի ենթարկում են, բայց մենք չգիտեմ ինչու շատ մոռանում ենք վտանգի մասին։ Պարոն Խաչատրյան, անցյալ մեր թողարկման ժամանակ, երբ մենք խոսում էինք խորհրդային միության այդ փլուզման եւ այդ շրջանի մասին, դեռևս չկար, չէ՞, ֆիլմի մասին միտք նկարահանելու հենց Վերադարձ Ավետյաց երկիր, այսինքն 1989-ից հետո դուք երբ սկսեցիք նկարահանումները։ Այո, Ռաֆի, ես ընդհանրապես ֆիլմ նկարում եմ ոչ թե սցենարով, մի սցենարով, որը ասենք շատ հավանեցիկ է, մի պատմությամբ, որը պատմել է մեկը։ Ես անհանգստություններ ունեմ սարսափելի, կապված մեր ազգի հետ, մեր երկրի հետ, մեր շրջապատող աշխարհի հետ, մեր մի փողոցի մասին, մի քաղաքի մասին։ Ես շատ մեծ անհանգստություն ունեի, ինչ է լինելու մարդկանց հետ այս ամենից հետո, երբ քանդվեց երկիրը, կարծես թե քանդվեց մի ամբողջ խորհրդային երկիր, երկրաշարժ, որից հետո հայ իրականությունը սարսափելի էր, չէր կարողանում դու հասկանաս բացատրես, թե Աստված էս ինչ էր անում մեր հետ եւ մենք ինչեր ենք անում մեր հետ։ Ես անհանգիստ եի եւ հասկացա դա, որ պետք է նկարել ֆիլմ մարդկանց մասին, որոնք նորից ուզում են ապրեն։ Արդյոք այս մեծ վտանգները մարդուն հուսահատեցնեն եւ այլ ապրելու ցանկություն չառաջանա։ Կորզանվեն, փախնեն, գնան, փախուստը ինձ միշտ անհանգստացրել է։ Հայկական փախուստը իր հողից, իր երկրից, իր արտից փախուստը ինձ շատ անհանգստացնում է եւ դա միշտ իմ ֆիլմերի մեջ կա, ֆիլմերի թեմաների մեջ կա։
Եվ ես որոշեցի վերցնել մի ընտանիք եւ հետեւել եւ նկարել, որը արեցի։ Գիտեք, կարծում եմ ֆիլմի օպերատորը շատ լավ է աշխատել։ Ֆիլմում չկա խոսք, երկխոսություններ չկան, բայց պատմությունը այնպեսին էր, որ խոսելու կարիք էլ չկար։ Հա։ Իսկ դա հատուկ մտածված էր որպես ֆիլմի արտահայտչական միջոց այդ լրությունը, թե ընթացքում հասկացած, որ չկա այդ խոսքը։ Ես հասկացա, որ ոչ մի խոսք պետք չի այլևս, որտեղ ոչ մի խոսք չի օգնի մեզ։ Գործողությունն է օգնելու, այսինքն ապրելու ցանկությունը։ Այդ մի բուր ցորեն է, որ ցանում են արտը։ Երեխայից որ փողում է երեխայի ծնունդը, լարը խաղացի գալը, ուրախության ժպիտները եւ հանգարց էլի վտանգի զգացողություն, որը միշտ կար իմ մեջ, որ վտանգ սպասվում է ամեն դեպքում։ այդ տագնապի եւ այդ խարույկի եւ այդ հրդեհի մի քիչ սիմվոլիկ, ես անունը միշտ դրում եմ դոկումենտալ սիմվոլիզմ, դոկումենտալ կադրերի մեջ շատ սիմվոլիկ բաներ կան համադրելուց եւ հակադրելուց իրար հետ։ Կարող ես մի ամբողջ պատմություն պատմել առանց խոսելու։ դոկումենտալ սիմվոլիզմ։ Այո։ Այսինքն այդ հենց իրավիճակի մեջ ստեղծված այն իրականության բաներն են, որոնք որ վավերագրողը նկատում է եւ կարողանում է բերի դեպի կինո։ Նկատում են, նկարում է եւ համադրում ճիշտ եւ հակադրում իրար, որը մեծ պատմություն առաջացնում։ Բոլոր ֆիլմերի մեջ կա, կարող ենք խոսել մի օր դրա մասին։ Ես իմ ուսանողների հետ հանդիպում եմ եւ խոսում եմ դոկումենտալ սիմվոլիզմի մասին, կարծում եմ բավականին լուրջ դաս է լինում իրենց համար, որովհետեւ իրանք սկսում են հետաքրքրվել ծառին կապած մի ժապավենից։ Դրանից հետո մոնտաժում են, ասենք, կոտրած մի խաչքար։ Դրանից հետո նկարում են հոսող եւ ընդհատվող ջուր։ Օրինակի համար եմ ասում հիմա, պատահական բաներ եմ ասում հիմա, բայց կադրերը, որոնք թեզ թվում են դոկումենտալ համադրելուց եւ մոնտաժելուց կարող ես ստանալ լուրջ տրամադրություն եւ լուրջ ասելիք։ Այնպես որ միայն մարդով չի կինոն եւ միայն խոսքով չի ինձ համար։ Բայց այդ ժամանակ արդեն դուք 1991 թվականին, պարոն Խաչատրյան, ձեր հանդեպ վերաբերմունքը կար, չէ՞, որպես արդեն կայացած ռեժիսորի ընդունված եք այս կինոգործիչների կողմից, թե դեռևս կար ինչ-որ լարվածություն, որովհետև Քամին ունայնության ֆիլմը արդեն ցուցադրվել էր եւ Կոնդը Սպիտակ քաղաքը ցուցադրվել էին արդեն, որով մեծ պատերազմի մեջ էին, որովհետև շատ դժվարությամբ են ընդունում հայկական կինոյում նոր մարդու մտնելը ասպարեզ դա մահացու մի փորձ է, որովհետև կարող է եւ ոչ չանաստու։ Շատ դժվարությամբ են ընկալում քո ֆիլմը, շատ մեծ կռիվ է սկսվում, քեզ մեղադրում են դա հայրենիքի դավաճանելու մասին, հայտարարելու մասին հայրենիքդ, երկիրդ եւ այդ հայրենասերները, որոնք միշտ ղեկավարում են կինոն եւ իրավունքը իրենց ձեռքին է, որովհետեւ դու կարողանաս ստեղծագործես, քեզ համարում են ավերորդ եւ երկրորդական։ Բայց դե դա քեզ ստիպում է դառնալ ավելի ուժեղ, ավելի դիմասկուն, ավելի համբերատար եւ ավելի լուրջ նայող, ավելի հետաքրքրությամբ նայող մարդկանց, որոնք ապրում են քո կողքին, քաղաքին, որը շնչում է քեզանով կամ չի շնչում։ Փողոցներ, որոնք չգիտես ովքեր են անցել, ովքեր են դառնալու։ Մի խոսքով, իսկ այդ ժամանակաշրջանը սարսափելի ժամանակաշրջան էր դա։ Դոկումենտալիստի համար, եթե դա չնկատեր, չտեսներ եւ չընդգծեր, կինո չդարձներ դրանից, պատմություն չդարձներ դրանից, շատ բան կկորցրենք։ Ես կարծում եմ, որ Վերադարձ Ավետիաց երկիրը դա լուրջ հայկական հայ պատմության լրջագույն արվեստի գործերից է։ Կներեք ինձ, որ ինքս ֆիլմի մասին եմ խոսում, բայց մենք ենք ձեզ դրել այս վատ վիճակի մեջ, որ դուք պիտի խոսեք ձեր ֆիլմը։ Միայն ինձանով չի, միայն ինձանով չէր, ամբողջ թիմը, ովքեր որ աշխատում են, եւ Միքայել Ստամբոլցյանը, որը գիտեք, որ բոլոր իմ ֆիլմերի կողքին է եղել օպերատորը, որը շատ լավ է նկարել, կազմակերպիչ խումբը, որոնք այդ լրությունը պետք է պահպանեին։ Չկար կինոյի ուրիշ ֆիլմերի ուրախությունը, մատոր, ոչ մեկը մատոր չէր գոռում, ոչ մեկը չէր ասում ստոպ, որովհետև լրությունը շատ էր, որովհետև վախը շատ էր։ Այնքան մարդիկ էին դժբախտ զգում իրենց, այնքան մարդիկ էին պատվիճակի մեջ, եւ երկրաշարժից հետո, եւ պատերազմից հետո, եւ հագուստից հետո, եւ Սումգայիթից հետո, որ դու կինեմատոգրաֆից խաղալու իրավունք չունեիր։ Դու պետք է իրականությունը հոսում էր ոնց որ կար իր դարձը։ Պետք է լուր ուշադիր տեսնեիր, նայեիր, ընդգծեիր, վերատպեիր քո ուղեղի մեջ, ուղեղից հանեիր մտցներ մոնտաժի սեղանի մեջ, սեղանից դուրս հանեիր, դարձնեիր կինո։ Եվ կարևոր չէր, հավանում էր ֆիլմը չեն հավանում, մրցանակ տալիս չեն տալիս, որովհետև
դու այդ օրվա մի մասնիկն էիր այդ երկրի, որը ապրում էր շատ մեծ դժբախտություն։ Տեսեք, այս տարիներից սկսած, հենց մինչև 90-ականները ամբողջությամբ երևի թե մեծամասամբ վավերագրական կինոյում Արցախյան շարժմանը կամ այն ինչ որ տեղի էր ունենում այդ իրականության մեջ, միշտ կար այդ նպատակը եւ ձգտումը մի տեսակ ամեն ինչ ներկայացնելու այդպես հաղթողի դիրքից եւ չնկատելու այն տագնապները կամ այն ամեն ինչ մասին որ դուք ասում եք։ Ձեր ֆիլմը ո՞նց ընկալվեց այդ ամբողջ այդ տրամադրությունների մեջ, որովհետեւ ես կարծում եմ պիտի խորթ լիներ, որ չգիտեմ, այդպես կարծես այդ իրականության մեջ կինոն մի նոր իրականություն էր հորինում, որը որ գուցե եւ այնքան էլ մարդկանց համար հասկանալի չէր, բայց մեր կինոն ես որ նայում շատ կտրված էր հենց այդ իմաստով այդ իրականությունից։ Կարծում եմ դու պետք է նկատած լինես եւ իմ բոլոր ֆիլմերը, սկսած Կոնդից, Սպիտակ քաղաքից, չկա խենթություններ, չկա աշխուժություն, չկա քեֆ-ուրախություն միայն, այլ կա եւ քեֆ-ուրախությունը, եւ կա սուքը, եւ կա տխրությունը, եւ կա վախը, եւ կա անհանգստությունը։ Երևի ես շատ զգայուն եմ վախի հանդեպ, վտանգի հանդեպ եւ միշտ դա ինձ անհանգստացրել է եւ բոլոր ֆիլմերի մեջ դրա նշումները կան։ Ֆիլմը չեմ կարծում որ վատ ընդունվեց, որովհետեւ Դովլասյանը տեսավ, ասեց ինձ համար շատ կարևոր ֆիլմ ասեց։ Երբ հրավերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ Ամերիկյան ֆիլմ ինստիտուտի փառատոնն էր, եւ նայեցին մի քանի շատ մեծ վարպետներ, ասեցին այս ֆիլմի հետևում եթե մեկը կանգնած լինի, մեջքին կանգնած լինի, այս ֆիլմը հնարավոր ամբողջ աշխարհը գրավի։ Բայց եթե մի մեծ տարօրինակություն ունի ֆիլմը, եթե հանգարց լրջորեն չզբաղվեցին այս ֆիլմով, կմոռացվի, կանցնի կգնա։ Փառք Աստծո, չեղան ինչ խոսք օգնողներ եւ աշխարհին չմատուցեցին այդ ֆիլմը։ Բայց նաեւ հակառակը տեղի ունեցավ։ Բայց եւ հակառակը տեղի ունեցավ, որտեղ ֆիլմը գնաց բազմաթիվ փառատոներ, բազմաթիվ ռետրոսպեկտիվներ, բազմաթիվ ցուցադրություններ, քննարկումներ եւ այսօր նույնպես ֆիլմը գնում է լավագույն իր ճանապարհով։ Լուրջ տպավորություն է թողում մինչեւ հիմա։ Շատ անհանգստություն է պատճառում մինչև հիմա եւ կարծում եմ որ դեռ շատ երկրներում կցուցադրվի ֆիլմը։ Եվս մի հարց, պարոն Խաչատրյան, ֆիլմի հետ կապված, որով որ կուզենայի ամփոփեինք եւ արդեն ֆիլմը ցուցադրեինք մեր հեռուստադիտողին։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, ձեր կապվածության այն մարդկանց հետ, ում որ դուք նկարահանում եք եւ ովքեր որ դառնում են ձեր ֆիլմերի հերոսները, ու այստեղ էլ կա այդ հետաքրքիր գիծը, չէ՞, ոնց է հետո այդ ընտանիքի անդամները նորից հայտնվելու ձեր մյուս ֆիլմում։ Ընդհանրապես այդ ժամանակվանից արդեն կար, քանի որ դերասանների հետ աշխատելու եւ դերասանին որպես դերասան ընկալելու ֆիլմում հանդիսատեսի կողմից կա այդ հեռավորության զգացողությունը, բայց երբ որ դուք մտնում եք այդ իրական ընտանիքի մեջ, որտեղ իրական երեխան ծնվում է, որտեղ իրական իրենց այդ հողն են վարում, իրական իրենց վառարանն են վառում, այդ ամեն ինչ այդ իրականության մեջ, դուք կարողանում եք հետո իրենց հետ այդ ձեր փոխհարաբերությունները բերեք այն մակարդակի, որ արդեն հասկանալի, որ արդեն ֆիլմը պիտի մոնտաժեք, ու արդեն ձեր մարդիկ չեն, ձեր բարեկամները չեն։ Նայեք, ինձ համար մեծագույն դասերից մեկը անհանգստանալն է մարդու մասին, որին նկարում ես։ Դժբախտաբար ռեժիսորները մեծ ցինիկներ են եւ իրենց ֆիլմը ավելի ազդեցիկ դարձնելու համար կամ ավելի տպավորիչ դարձնելու համար կարող են մարդուն խաբել, կարող են մարդուն դնել մի վիճակի մեջ, որ բացվի մարդը, պատմի իր ամենամեծ գաղտնիքները, բացվի իր ամենամեծ դարդերը եւ հետագայում ֆիլմը ավարտեց, ցույց տվեց, ստացավ իր մրցանակը կամ չստացավ, գովեցին կամ չգովեցին եւ նա այդ մարդկանց մոռանում է։ Իսկ այդ հերոսը մնում է միայնակ եւ անտեր, որովհետեւ նա սովորում է, որ մարդը որ լսում է իրեն, որովհետեւ եթե հատկապես իմ տեսակի կինոն, որը Նաև լսելու մասին։ Որին չի ոչ մի նախադասությունը, ոչ մի տողը գրված չի եւ անգիրարված չի, ամեն մարդ պատմում է այն ինչ որ ինքն է մտածում, ինքը ինչն է խոսում, որը գալիս է իր սրտից, իր գաղափարից, իր դարդից, իր ցավից է գալիս եւ հանկարծ եթե դու իր մի օր լքում ես եւ հեռանում, քո ֆիլմը դրած քո թևի տակ տարբեր փառատոներով անցնում, մարդուն համարյա թե սպանում ես։ Հատկապես այն ազդեցիկ ֆիլմերը, որոնք կապված է դժբախտության հետ, կապված է վտանգի հետ, կապված է երկրաշարժի հետ, կապված է կորուստի հետ։ Եվ ես այդ էլի կասեի, ինձ համար ամենամեծ դասերից մեկն էր կինոյում։ Ես միշտ անհանգիստ եմ եղել մարդկանց համար, որոնց նկարում եմ, միշտ զգույշ եմ եղել եւ միշտ ուշադիր եւ մինչեւ վերջ պահպանել եմ բարեկամությունը իրանց հետ, որովհետեւ մարդկանց պետք է շնորհակալ լինես, որոնք բացվեցին եւ պատմեցին իրենց դարդը, իրենց ցավը, իրենց հոգսը, իրենց անհանգստությունը, իրենց ուրախությունը։ Այնպես որ այս ֆիլմը շատ մաքուր տեսակն է իմ սիրած ֆիլմերի, որտեղ որ շատ մեծ ուշադրություն է դարձվում հերոսի դիմացի մարդու տրամադրության եւ բնավորության եւ վիճակի համար։
Պարոն Խաչատրյան, օրինակ վերադարձ Ավետյաց երկրի էսթետիկան եւ մոտեցումը կա հետագայում ձեր ֆիլմագրության մեջ ինչ-որ մի կետ, որտեղ դուք գտնում եք, որ այդ ազանցումները ու այդ արմատները այդպես ընդհարցակվելն իրար հասնելը նկատելի են։ Գիտեք, իմ կարծիքով իմ բոլոր ֆիլմերն են եւ շատ նման են իրար, կա մի պլաստիկա, կա մի մոտեցում, կա մի հայացք, որը երբեք չի փոխվում եւ շատ տարբեր են իրարից։ Բայց երբ որ ուշադրությամբ նայում ես բոլոր ֆիլմերը, տեսնում ես իրաց տարբերության մեջ շատ նման են իրար։ Իրաց տարբերության մեջ մի մարդու արած են։ Իմ կարծիքով ամեն մի լուրջ կինոգետ կամ հանդիսատես պետք է զգա, որ սա կարծեմ այն ֆիլմի հետ կապ ունի։ Կարծեմ սա մյուս ֆիլմի հետ կապ ունի։ Օրինակ Անվերջ փախուստ հավերժ վերադարձը, ասենք։ Սպիտակ քաղաք արդեն դրա մեջ կար։ Թեկուզ կարճ ֆիլմ էր, բայց իր մտածողությունը, իր փիլիսոփայությունը, իր մոտեցումը, իր պատկերները, իր մոնտաժը շատ նման էին այս միացած բոլոր ֆիլմերին։ Կան ֆիլմեր, որ բավականին տարբեր են, օրինակ նկարչի 3 կեզմանները, բայց միևնույն է, նմանություն ունեն, վիճակներ կան եւ հասկանալի է, թե ով է աշխատել այս ֆիլմում։ Այնպես որ շատ լավ է, որ մենք մի քանի ֆիլմեր ենք ցուցադրելու եւ հանդիսատեսը կարողանա տեսնել եւ իսկապես մեզ ասել արդյոք հետաքրքիր է մեկը մյուսի դեպի այս ֆիլմերը նայել, արդյոք դա զգացվում է որ նույն արվեստագետի գործն է, արդյոք գաղափարը փիլիսոփայությունը նույնն է մնում կամ աճում է կամ զարգանում է կամ մոռացվում։ Այնպես որ սիրով ցուցադրենք այս ֆիլմերը եւ խոսենք կարծում եմ ֆիլմերից հետո։ Շատ լավ։ Եվ այդպես հիմա պիտի որ ցուցադրենք ֆիլմը, այսօրվա համատեքստում, երբ որ խոսակցությունները ավելի ուրիշ ուղղությունների մասին են, եւ մենք խոսում ենք ֆիլմի մասին, որը որ ունի իր մեջ այդ ակնհայտ նախազգուշացման կամ տագնապի կամ այն տեսակի հաղորդագրություններ, որոնք որ գուցե այսօրվա իրականության մեջ շատերի համար այնքան էլ ցանկալի չեն։ Դուք կարծում եք դեռ կա այդ ֆիլմի ունեցած ներուժը այդ տեսակի տագնապի եւ վտանգի։ Մարդու համար կարծում եմ այս ֆիլմերը կարելի է նայել տարին մեկ անգամ եւ հասկանալ, որ նույն վտանգը կա դեռևս։ Հանգստանալ հնարավոր չի, վայելել հնարավոր չի։ Ես մեկ զարմանում եմ, որովհետև մարդիկ շատ շուտ մոռանում են։ Դա փառք Աստծո, դա լավ է, որ շուտ մոռանում են վտանգը, դժբախտությունը, որովհետև ապրելու հավեսը ավելի բացվում է իրենց մոտ, երեխաները ունենալ, տուն սարքել, բայց վտանգը միշտ կա եւ տարբեր ֆիլմերում կրկնվում է, տարբեր ձևերով, տարբեր պատմություններով, բայց մեջը վտանգը միշտ կա։ Մենք առաջարկում ենք դիտել Վերադարձ Ավետյաց երկիր ֆիլմը, ռեժիսոր Հարություն Խաչատրյան, ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Հաճելի դիտում ենք մաղթում ձեզ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։